Փորձ համար 2, բոլորին բալուս։ Հանգավորում եմ բռնած, փորձ համար 2, բոլորին բալուս։ Մի անգամ փորձեցի խոսամ, անջտեցին։ Մի մախինացիա եմ արել հեռախոսիս մեջ, որ չկանան մտնեն։ Երեք դատավոր Արմինե Մելիքսեցյանը Միքայել Սրբազանի դատավճիռը թողեց անփոփոխ։ Կփորձեմ խոսեմ կուլտուրական, բայց կարող է 25+, միամիտ։ Քանի որ դատավոր Մելիքսեցյան, քո ազգանունը ինձ հարազատ ազգանուն է, ինձ հարազատ մարդու ազգանուն է։ Ու միգուցե դու բարեկամ ես, քեզ կոպիտ խոսք չեմ ասի։ Բայց դատավճիռը կարդալուց ուզում եմ հարց տամ, ինչի՞ դες հելար ռեսկի փախարդատանի դահլիճից։ Շատ հետաքրքիր անձի։ Դատավորը այդ իրավիճակի տերն է, չէ՞։ Դատարանը իրանն է, ինքն է դե որոշումներ կայացնում իրավական նորմերով։ Ես հակված եմ մտածելու, որ դու կատարում էիր քաղաքական պատվեր։ Հիմա հանցնենք այդ հարցի բարոյական կողմին։ Քաղաքական պատվեր, ում քաղաքական պատվերն էիր կատարում, ներկա իշխանության, հա։ Որը լեգիտիմ չի, սակայն հիմնավոր եմ խի լեգիտիմ չի։ Օդիմս չեմ ասում լեգիտիմ չի։ Դու կատարում ես տիկին դատավոր կամ օրիորդ դատավոր մի իշխանության պատվեր, որը 18 թվին գալով կամ բերվելով իշխանության, հա 18-ից 20 թիվը զորակոչ հայտարարեց պետական մակարդակով, ուղարկեց ակնա եւ ջրական, այսինքն Աղդամ եւ Ջաբրայիլ, որոնց ժողովուրդը գիտի այդ անվանումները։ Այդ տղեկին մատաղ արեց բարիս բոլոր իմաստներով, պատերազմի ընթացքում բոլորին զոհեց, չկանգնեցնելով պատերազմը, ոչ 5-րդ օրը, ոչ 10-րդ, ոչ հոկտեմբերի 19-ին։ Այդքան ասում եմ, որ մարդիկ հասկանան, ում հրահանգնես դու կատարեն։ Հետո հելավ կայնած ազգային ժողովի ամբիոնի մոտ նույն քո, իմ չէ, քո վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու բոլորն են մարդկաց, ովքեր ասում են Նիկոլը մեզ պետք է փրկա։ Ասեց 1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանի իշխանությունները Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Հիմա հարց. Եթե Արցախը ճանաչել էին Ադրբեջանի մաս, դու 18-ից 20 թվի այդ զորակոչին ինչի էիր ուղարկում Արցախ։ Օտար հողի վրա էիր ուղարկում ծառայություն անցկացնելու, այդ թվում նաև քո տղուն։ Դու կատարում ես տիկին Արմինե Մելիքսեցյան կամ օրիորդ մի մարդու հրաման, մի քաղաքական իշխանության, ում օրոք դատարանի դահլիճում մահացավ ԿՎՆ-ի մասնակից Արմեն Գրիգորյանը, ով բառացի ասում էր սրան հանեք, մարդ չմեռնի էլ։ Դու կատարում ես մի իշխանության հրաման պետական մակարդակով, քաղաքական հրաման, ով կանգնեց Արցախի վերածննդի հրապարակում, գոռաց Արցախ Հայաստանը եւ վերջ եւ զոհեց 5-ից 7000 հայ տղու։ Դու կատարում ես, ասենք քո գործառույթին, դու դատավոր ես, չէ՞, դատական համակարգը եւ դատարանները քո համար առաջնային պլանում են։ Մի քաղաքական ուժի հրաման, ով վեթինգ արեց իբր թե դատական համակարգը եւ բառացի արտաբերեց դատավորներին կախելու եմ դատարանի պատերից։ Հասկանում ես հիմա դու ինչ քաղաքական պատվեր ես կատարում։ Ինչ էր արել Միքայել Սրբազանը։ Քո քաղաքական պատվեր տվող իշխանությունը ամեն պատեհ անպատեհ առիթով գոռում է մենք ժողովրդավար երկրում ենք ապրում։ Այդ մարդը արտահայտել էր իր կարծիքը, ճիշտ է։ Ասել էր քո ժողովրդավարությունը ինձ պետք չի, ես հայրենիք եմ կորցնում, ես մատաղ սերունդ եմ կորցնում, ես ավակ եղբայրներ եմ կորցրել առաջի Արցախյանի ժամանակ եւ ջահել որդիներ եմ կորցրել։ Որդիներ ասելով ինքը որպես հոգեվորական էր ասում։ Ինչ էր արել։ Ուղղակի ուներ մեկ այլ կարծիք, հա։ Մեկ այլ կարծիք եւ մեկ այլ դիրքորոշում ունեին նաեւ Փարաքարի վերընտրված
խամաճիկների հրաման, որը չներեց ուղղակի իր պարտությունը, որը կրեց ջախջախիչ պարտություն փարաքարում։ Փարաքարցին հասկացավ, որ ես չեմ համակրում, չեմ հավատում ներկայիս իշխանահամակարգին, Նիկոլ Փաշինյանին։ Գնաց այն տվեց երջանկայի Վալոդա Գրիգորյանին, ճիշտ է, դու դա չներեցիր։ Քանի որ դու նույնիսկ պարտվել չգիտես։ Երգ ես չէ՞ դե միացնեմ Նիկոլ Փաշինյան, ու հագնվում ես։ Մեր հոգին պարտվել է քանիցս, մենք պարտվել չգիտենք, այդ երգի տակ էիր հագնվում։ Դուխով երգը։ Քանի որ դու ունես նույնիսկ դու պարտվել չգիտես արժանապատվորեն, բայց դու ուղղակի պարտվել էիր, քո քաղաքական թիմը պարտվել էր փարաքարի ընտրություններում, որպես քաղաքական միավոր։ Այսինքն դու հասկացար, որ սենց որ շարունակվի, ունենալով ճղճիմ, գրական բառը, բոզի տղու հոգեբանություն, կարող է հայ ժողովրդի, հայ ազգի մեջ զարթոնքի գործոն առաջ գա։ Հասկանան, որ լավ այ ախպեր, ինչքան կարելի է հայրենիք կորցնել, ինչքան կարելի է նվաստացած ապրել, ինչքան կարելի է սրանց ճղճղոցը լսել, ինչքան կարելի է սրանց հակաօրինական քայլերի վրա աչք փակել, որից մեկը Ալեն Սիմոնյանի քայլն էր, Հայաստանի քաղաքացու, հպարտ քաղաքացու վրա թքելը Երևանի փողոցում։ Դու այդ ես Նիկոլ Փաշինյան։ Հիմա ասեմ քո լեգիտիմությանը։ Մարդկա կարող է նեղանա։ Ես խոսում եմ, ինչ մտածում եմ։ Հայաստանի մայր օրենքի մեջ ի՞նչ է գրած։ Ես չեմ տիրապետում սահմանադրությանը, ոչ էլ կարդացել եմ, ոնց են ասում, ծերից ծեր, բայց Հայաստանի սահմանադրության մեջ գրած է, որ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել ով չունի երկքաղաքացիություն։ Արմեն Սարգսյանը բերվեց իշխանության Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ճիշտ է։ Նույն Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյան, լինելով ոչ լեգիտիմ նախագահ, ոչ լեգիտիմ չի, Բրիտանիայի քաղաքացիություն ուներ, չէ՞։ Այո։ Ստորագրեց քո վարչապետ նստելու օրինագիծ ասեմ, հրամանագիր ասեմ, ինքը դրա իրավունքը չուներ։ Այ քո ոչ լեգիտիմությունը, գրական բառ, բոզի տղա, սկսում է հենց այդ կետից։ Այն ոնց էիր ասում, ես Արցախի բանակցությունները սկսել եմ զրոյական կետից։ Ժողովուրդը էքստազի մեջ հելավ Սերժ մերժեց, քվեարկություն, ASN-ն, դու նստեցիր վարչապետ, բայց քո վարչապետ նստելու հրամանագիրը ստորագրել է մի անհատականություն, որը ունի երկքաղաքացիություն, որը իրավունք չուներ լինել Հայաստանի նախագահ, որը հետո հելավ գնաց եսի ուր, Սերժ Անդամը, մարոժնի ծծելով, լպստելով, չնայած ինչ գիտեն, կարող է ծծելով նաև, լպստելով գնաց հասավ եսի մինչ երկիր, ասաց ես հրաժարական եմ տալի։ Ես հրաժարական եմ տալի։ Հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով, մեր հայ ժողովուրդը պետք է հասկանա, ինչ բարդակ իրականության մեջ ենք ապրում մենք։ Որ մի ողջ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ նորագույն Հայաստանի նախագահ կարա ուղղակի գնա այսի ինչ որ մի երկիր, իր ամորձապարկը տա արևին կամ փորի մազիկները։ Հետո ասի ես հրաժարական եմ տալի։ Ու դա կոչվում է երկիր։ Ու դա կոչվում է պետական համակարգ։ Ունեց հետարքիրա իշխանական թևից դուք ամեն ինչ անում եք, որ ամեն մարզում, ամեն գյուղում, ամեն քաղաքում լինեն իշխանական թևի։ Փորձում եմ առանց քֆուր խոսամ, բայց եռմա մեջս։ Լինեն իշխանական թևի ներկայացուցիչներ։ Կապ չունի, այդ մարդը ուսում ունի, համապատասխանում է այդ պաշտոնին իր գիտելիքներով հանդերձ, չէ՞։ Այո։ Ինչի՞ մի հատ իշխանական թևից որևիցե մեկի վրա չեն կրակում սպանում։ Հա։ Անենց հետարքիր է։ Իմ համար լիքը հետարքիր է։ Վալոդա Գրիգորյանը ձեր հավին քշա էր ասել, չէ։ Ուղղակի ցույց տվեց, որ կարելի է ԿՊ-ին նաև հաղթել ընտրություններով։ Ինչպես նաև Գյումրիում, բայց Գյումրիում ծտուն չկա։ Այսինքն մածնի մերանը գցեցին, բայց չմերվեց այդ մածունը։
Դրա համար հիմա Նիկոլախտ նկատի ունեմ Նիկոլի բլոգերներին։ Ամենձև քլնգում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Էլ սարքելով ռսի սապոկ լիզող, էլ ռսի ագետ, էլ եսի միջ։ Մարդը ձենը կդրել է, տղուն են կալանավորը սպոին։ Բայց կայլեր չէ շարժումը որպես վերածնունդ կամ վերազարթոնք մեկ այլ կոնտեքստ ձևակերպել եւ գալ մայրաքաղաք Երևան։ Չարվեց դա, ինչի՞։ Չարվեց։ Հետո կապված Վալոդյա Գրիգորյանի հետ, մահվան հետ, սպանության ավելի ճիշտ մահվան չէ, սպանության հետ, ռեպորտաժներ եմ նայել Facebook-ում, սենց լուր նայեմ եմ։ Դուք ենքան տկարամիտ եք, Նիկոլի բլոգերներ, տկարամիտ, գիտեք ոնց, ենքան տկարամիտ եք, ու ձերը տկարամտությամբ դուք կարողանում եք կերակրել մի ողջ հանրության կամ հանրության մի մասին։ Հելեմ ասում եք, ոնց որ օրինակով, լութոկրատիկ շուն Լևոն Շիրիմյանը, այն որ դոշերը նմանվել է Փաշինյանին, դոշերը ծեծելով ասում է, ես ուզում եմ Թուրքիի հետ բարեկամություն անեմ, այսինքն խոսում է։ Ես ավելի լավ է ինձ ասեն թուրքի շուն, քան ռսի շուն։ Պատերազմ որ լինի, ասում ես թուրքի կողը կայնած ռսի դեմ կռվելու եմ։ Նորմալ է, չէ՞։ Լութոկրատիկ թուրքի շուն Նիկոլ, չնայած ինչ տարբերություն։ Լևոն Շիրիմյան մեյով։ Շիրիմյանի դեպքում դա նորմալ է։ Ելեք ռեպորտաժ եմ նայում։ Ռեպորտաժ Լևոն Շիրիմյանը գրառում է գրել, ռեպորտաժ չէ, գրառում եմ կարդում։ Լութոկրատիկ Շիրիմյանը։ Ասում է վերջ տվեք։ Իմիջիալոց պոստսկրիպտում մի հատ մեջ բերում։ Հարգելի լրագրողներ, չի կարելի մարդկանց վշտի վրա ռեպորտաժներ վերցնել PR հավաքել։ Չի կարելի, դա բարոյականության մեջ չի մտնում։ Մոտենում եք, հարց եք տալի այդ սպանված տղու քրոջը, հորը։ Չի կարելի, դա բարոյականության ոչ մի չափանիշի մեջ չի մտնում։ Դուք հասկանում եք, որ ունեք ռեպորտաժ հարցազրույց վերցնելու գերխնդիր, բայց մի քիչ էլ մարդկային գործոնը չէ ձեր մեջ պետք է աշխատի։ Անցնեմ այդ նույն թեմային։ Լևոն Շիրիմյանը գրառում է գրել։ Անպատկառներ, ասես մի բան էլ է, ասես մոտարապես։ Դուք սրբություններ չունեք։ Վերջապես սպանվել է 4 երեխաների հայր։ Եվ ավելի լավ կլներ լրագրողները, ցիտում եմ Լևոն Շիրիմյանին, չեք հավատում ինձ, մտեք դրա էջը կարդացեք։ Այդ միջ գալակտիկական շռեք։ Որ ասում է ժորիկ երկնքում լուսին կա, ասում է էշեր կան, ասում է հայնա մի հատ մուտիլով շիկ, ասում է չէ մուտի տեսանեմ, դա լուսինն է, դա շռեկն է, Լևոն Շիրիմյանը։ Ավելի ճիշտ կլիներ ասում է մտածել, ինչու ասում է այդ պահին դեպքի վայրում հայտնվեց Գագիկ Շամշյանը, ով հանդիսանում է Սերժ Սարգսյանի ջեբի շունը։ Այդպես մի բան էր գրել։ Սա արել են նախկինները, այդ կոմատանեմ էլի ուղությունը։ Ոնց անեմ քֆուր չտամ ես։ Մի կերպ փորձում եմ ինձ զսպեմ, որ ոսկեղենիկ հայերեն չարտաբերեմ։ Լութոկրատիկ Գորշ Լևոն Շիրիմյան։ Գորշ էդի բոզն է, էլի նույն հոմանիշն է։ Բոզի տղա Լևոն Շիրիմյան, բոզի տղա, գրական բառ է, բարոյական օրենքներից զուրկ, քֆուր չեմ անում, բայց որ սկսա քֆուր անել, ինչ կա չկա հանում եմ տեղադրեմ Նաֆարիտ Բերանի խոռոչի աջ եւ ձախ անկյուններում, մի քիչ էլ կերակրափողի մեջ, բայց փորձեմ քֆուր չանեմ։ Ձեր նման տկարամիտ միջ գալակտիկական լորեցու ասած գարկա, ագարկի տղեկը հանրությանը կերակրելով որոշակի տեսլականներով, թեզերով, չեն կարողանում հասկանալ մի հատ պարզ ճշմարտություն։ Այն ինչ կատարվել է 18 թվականից մինչև օրս, այդ ամեն ինչի ողջ քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխանությունը։ Նույնիսկ եթե տարբերակ նախկիններն էին կազմակերպել, որ Նիկոլի անվան հետ խաղան, բայց Նիկոլի անվան հետ խաղալու իմաստ չկա, որտեվ Նիկոլը ինքը իր անվան հետ խաղում է, ինքը իր անվան հետ լինելով, մի քիչ հեռանամ թեմայից,
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջի երկրի վարչապետ, կաթողիկոսա քլնգեմ, սրբազանաբան տարկեմ, հա? Գնում, բայց դրա հետ միաժամանակ, նույն հարթության վրա, գնում ուր, Թուրքիո, բարձացնում, հա? Ոտաբոբիկ, սրբի դուր եկե, իրա համար, հա, էլի դե, Փաշայան, բարձացնում, հա, վայ ասմա, հրաշալի տեսարան, թուրք մոլայի, թլպատված, աբրանք, սենց հանեմ ձերները, Facebook-ի աղոտքի սմայլիկների պես, կարող է համբուրացել լինի, չեմ կարա ասեմ, ըստ օդում կախված լուրերի, կարող է համբուրացել լինի, խոսքի, մոտիկից հա տեսել, մոտիկից տեսած կաս, Նիկոլ Փաշինյանին, Ադնակլասնիկում մոտեցի նայի, ինքնա, իրա դեմքով, չելավեք, հանդոն, ատենց էլի, գալիս է Հայաստան սկսում էլի կաթողիկոս քլնգել, շռեք, լութոկրացիկ շռեք, դու մայրադոմպ տանել Իոնիսյանը, մարդով գնացել է իր հարազատ մոր ուզեցել է դոմպի, մարդ ինչ կարգի սեռաշեղված պիտի լինի, հա, սեռաշեղված, ազաբոտ չնի, չէ, որ սկսա տոնայնության մեջ կավա կվուր անեմ, խանգարված, էլի հոգեկանը խանգարված, ինքը, էթա իր հարազատ մոր ուզենա պապիտ կանի, որ դոմպի, լութոկրատիկ շուն, Դանել Իոնիսյան, Սորոսի շուն, Արման Բաբաջանյան, մարդ, անհատականություն, դագաղա դնեմ մեջդ, անհատականություն, ով, գնացել է, ասել է դա, հարգելի դատավոր, մի թուղթու գրիշ տվեք ընձի, նստել է գրել է, ես Արման Եսիմինչի Բաբաջանյան, դրա հերը գտնվա վերջը, չէ, անհայտ զինվորն է դրա հերը, Արման Բաբաջանյանն է, գրում եմ, բողոք դիմում, իմ հարազատ մոր դեմ, այդպես բան պատկերացնում ես, էսի հեքիաթ չի, իրականություն է, ենով էր ասեմ, սա հեքիաթը թե իրականություն, Բարան Փաշինյան, 18 թվին էր, չէ, Արման Բաբաջան, էլավ կա, Լևոն Բարսեղյան, մարդ, ով չունի ևս ոչ մի սրբություն, էսանք փաստեր են, ես չեմ հնարեմ, փաստեր, որոնք կան, ամեն տեղ, դատալեքսով դաժը կան, դատալեքս, դատա իրավական վճիրների, այդ մեծ, այդ բանը, դուք ասեք, ինչ է, արխիվը, մտնում ես ես գրում ես, էլի, են ոնց եք դուք մտնում Facebook, բացում եք եսա նոթբուք, այսեց, հենց հանգարդ ես խոսքի ասում եմ Փաշյանը վատնա, չէ, հենց գրում եք Ռոբի շուն, Սերժի շուն, Թալանջի, ինչ ասես գրում եք, դատալեքսը բացում եք, կարդում եք, հասարակ օրինակ, Արման Բաբաջանյանը, դիմում, բողոք դիմում է գրել դատարանում իր հարազատ մորի վրա, Դանել Իոնիսյանը փորձել է դոմպի իր հարազատ մորը, ոնց, այդպես բան ոնց կլինի, լավ, եթե դուք ընդունում եք սրանց տեսակը, ոնց եք այդքանից հետո ասում մենք արժանապատիվ հայ ենք, այսինքն տարբերակ համար առաջին, դուք էլ եք հոգեբանորեն նման սրանց, հա, կամ դուք ազնիվ հայ եք, մաքուր հայ եք, պատվախնդիր հայ եք, բայց վիբր չունենալու դեպքում ընդունում եք սրան, չէ, ոնց կլինի տես բան, ասենք խոսքի, դու ուզում, որ ասում եք վիբր չունենք, դրա համար Նիկոլ ենք ընտրել, վիբր չունենք, հիմի դու որոշել ես խոսքի քո կյանքը դասավորես, որպես տղամարդ, կամ որպես կին, որպես տղամարդ օրինակ բերեմ, ման ես գալի տան աղջիկ, օջախի աղջիկ ես ման գալի, որ ամուսնանաս, ընտանիք կազմես, երեխաներ ունենաս, հետագայում թոր ու ծոր, եթե Աստված կյանք տա, խոսքի, ընչի որ մերկու տեղ սենց ման ես գալի, տենում ես, չկա, ատենց բարոյական աղջիկ գոյություն չունի այդ տարածքում, նշանակում է դու այդպես պսակում ես պուտանգի հետ, չէ, պուտանգի հետ, ով իր տարբեր անցքերից ընդունել է տարբեր ապրանքներ, ինքն կույս է, բայց ինքը հոգով կույս է, հոգով, չէ, մեր Փաշյանի պես, հոգով կույս է, չեմ ուզում հումորի վերածվի, ինչ ասում եմ սարկազմա, հոգով կույս, բայց պրադիրյավիննի, գաղութում, ասում է կլուշնիքներ հակուցել են իրանց էտա աբրանքին, հեցի տնորենին, ու սենց վրցրել են վերտալյոտի պես, Բարա Փաշյան գլուխդ խոտ չի ֆռացե, հա, ճիգյորով ես, լեգիտիմ ես,
Դու լեգիտիմ չես։ Քանի որ քո վարչապետ դառնալու առխուրն եմ խոսում։ Որոշումը հրամանագիր էլի որ ասում են ուկաս ցարյա ստորագրել է վեն ոչ լեգիտիմ նախագահ։ Ոչ լեգիտիմ։ Որը հանդիսանում ով չեմ ուզում դրա նման մարոժնի ուտել ցույց տամ էլի մարդիկ կսնես էլա խփնվեն որ երեխեք հետ տրնգեր բարեմ էլի ես տրեմ դու տրի դուքեր երկի տակ մարոժնի ուտելով մարոժնի լպստելով ասել ողորմածիկ տատս ուզում նայում էի դրա մարոժնի ուտելուն ուզում ասեի քաքեմ պապայիդ բերանը դու ով ես դու երկրի նախագահ ես թե մարոժնու դեգուստատոր Այն որ եկա ասենց փաթաթվավ 18 թվին հրապարակում Նիկոլի Ականջին բան ասեց Ինչ ասիր Նիկոլի Ականջին Արմեն Սարգսյան Կարող եմ միամիտ ասիր ուզում եմ բդեմ քեզ կամ մենք ենք տերը մեր երկրի Ինչ ասիր հետո հելար գնացիր քո նախագահական նստավերը նստար Ինչ ասիր Դու հասկանում ես ու նույն 18-ից 20 թվականների ժամանակահատվածում հայկական զորակոչի հրամանը որ 18 տարեկան տղեկը պետք է զորակոչվում բանակ ստորագրել է ով Աբրեկ էլի Արմեն Սարգսյան Համի մի քիչ ավելի լեգիտիմ նախագահ ունեն Կլայդերմանը ամեն օր ասած մամուլը թերթմա այսենց թերթմա վայ մարդամերը Սամոլոտը խոդեք այդ մասը այսա դեկարվում հիմա ցույց տա նա ես Վահագն եմ Այս նեկրոֆիլը Նեկրոֆիլ Մերելասերը Նեկրոֆիլ նախագահ ունենք Բայց Ժիգարովա մեկ Գիտես Հա Մենք հլը չենք ունեցել մեր նորագույն Հայաստանի պատմության մեջ նախագահ որը կգա Հայաստանի տարածքում կքայլի ոտով Մնացածը Նիկոլ Փաշինյանի ասելով պրոպելերով էին թռնում Դարտալոտով էին մանգալի Հայաստանում Ստե լեգիտիմության բան կա էլի գործոն կա ասես մի փոքր Մեզքան Ռոմանոսի պես Մեզքան լեգիտիմության գործոն կա վաղոջան Իչարտույց Մի խնդա անասում Քայլում է Երևանի փողոցներում Մեկը տենում է երկու երեքատ տուրիստ Ինտուրիստ, այդտենց ավտոբուսների վրա են, չէ գրեմ են կորմիր, իկարուսների վրա, ինտուրիստ, յանի իմպրտնի ավտոմարտիկ են տանան բերեմ, զանգում ասմա, what are doing, ինչ եք անում, էլի, ինչա, տնեցիք ոնց են, էլի, ինտերներն եք, բան, սենց խոսք ու զրույցի մեջ աբռնվում, մտածում իրա դեմքին նայելով, կարող է մեկը հենց տեղում ծղկվի, ինքն էլ վրա սելֆի կանի, բայց դերմա չէ, սրանք իրանք ավելի կայուն մարդիկ են, կայուն Չեն մեռնում էլ իրան տենալուց Ուշները չեթեմ Այդենց Ասմա ինչ եք այն էստե Ասմա տաքսի ենք զանգել Տաքսիստը չի կարա մեզի գտնի Նախագահ ունենք Հրաշագործ Վահագը Ասմել է մի րոպե Ոնց արա Լեգիտիմ Հայաստանում ինտուրիստը չկարանա Կներեք Տաքսիստի այդ ստիկով կալնի Այդպես բան հնարավոր չի Սա Նիկոլյան Հայաստանն է Վերցում այրա հեռախոս, տեսան այվոն էր, չա դրա հեռախոս, կելավ էլի ուզում էի լուր խոսեի, զանգում է, ասում եմ դրա համար նասեք էլ է, այդ բջբերի համար նասեք արա, նախագանա զանգում է սա իրան, զանգում ասում է, ալո, այդ կադրը կա, չէ համացանցում, ձեր այդ Հայաստանի նախագահն է խոսում, ոչ ճանաչեցիք նեկրոֆիլ Վահագը, Ուրեմ այդ կարմիր հոց գծերն կդրեք, անցեք եկեք մգա դասի, եձե հրամանակի դամ, ճոգես, խա, ասած պախոսան վաղոն չխնդա, էլի, չոք է հարազատ հնչի, են շոֆերն ասմա, հարգելիս, դա չի տնեմ, չէ հրախոսով, սենց աուդիո զվանոկը, ասմա հարգելիս, չի կարելի, էլի, շտրաֆա, բանա, տեղից հազիվ քրքաշ ընտանիք ենք պահում, գազի փողա, ավտոյ սարքելու փողա, Կարմիր գծերը հատեմ մի հատ մեծ հսկայական շտրաֆ է գալու իմ վրա, չեմ կանալու մուծեմ, փորձում է հեռախոսով բացադրի, կամերեքը, որը մեր Նիկոլ Փաշյան ասեց կխանեմ, հետո ասեց ես տես բան եմ ասել, այդպես բաներ ասենք, չէ, նախկինն էին ասել, ուստե Վահագն վազմուշացակ եղի, բա,
Կսա դու չես այդ կադրն մոմենտ չէին նկարել, ջոգում ես։ Ինքը որ ասում է ներվայնանում է, իր պատկները ասես չքվում է, էլի։ Mən Նիկոլ Փաշյան, Նիկոլինը չի չքվում, Նիկոլինը շոտը կոխ է։ Մինչև պորտը իշնում է, ասում է որ ուզում է ինքը իր կրծքերը, ինքն ունի իր երեխաների մոր կրծքերը բանելեն, դու ասա։ Հորիզոնական, չորեք թաթեն մանգալիտան մեջ։ Ու ասում են, մեզ կողից նկարեք, հետո նկարած ասես վրցրեք, ասեք ինչ առածգական կրծքեր ունի։ Որ կացել էին ուր էին կացել։ Մեհրիբան խանումի հետ ասես թևանց ու կայնել էր։ Տեսա չեն շշած վիճակը։ Իրեք տակել ֆրանսել էր։ Այն խոզերի պոչի պես էլի։ Խա։ Ատե այդ մոմենտն չէին նկարել Վահագն Ալեքսանյան, անտրուսիկ ծառացը խիմիկս ընկավ։ Վահագն Խաչատուրյանը մի մոմենտ ասում է ներվայնանում, ասում է լասի, քո այդ նախագահն է խոսում, արա։ Սենց մի քիչ տղայալա մի շալնեմ էլի։ Արա ասում է ապետ ջան, ոշում այդ բորձուրի վրա հելնում ես, կապ չունի որ քոնը ասենք խոսքի Opel Astra G-ա։ Պասատկեն ցածր է, էլի։ Կապ չունի, ես եմ քեզ ասեմ, մի հատ ծանոթ STO գիտեմ ես։ Կտոնենք ընդ մի հատ խոդավոն կստուգենք։ Խոսքի, եթե տական խփիչ։ Հելեմ գալեմ ես հասնում ես մագա 10-ի, ըստ չքվու կայնու կլնես։ Ջոգես։ Հետո այդ կադրն հրապարակում են։ Մեր ռոմանտիկոյ, այդը, չէ՞։ Խա։ Մեր Վահագն Խաչատուրյանը օգնեց տուրիստներին ստիկավացալնել տաքսիստի հետ։ Չէ՞։ Զամոկ։ Լևոն Շիրիմյան, Ստյոպիկ Սաֆարյան, Սամոն գրեց։ Ստյոպիկ Սաֆարյանին ես որ նայում եմ, գրառումներ անում, գրառումներ մեկը մեկից հզորագույն։ Բայց Ստյոպիկ Սաֆարյանի քույրն է թե եղբայրը Սեդան։ Անունը կապ չունի։ Մեր Հայաստանում հիմիսա խառնա։ Տրանսգենդերներ փողոցներում ֆռում են։ Մոտերում են ասում ես բարև, ասում է բարև, ասում ես աղջիկ թե տղա, ասում է վերևն աղջիկ, ներքևն տղա, սա խառնա Հայաստան։ Բայց դեմոկրատիկ ենք զաթո։ Սեդա Սաֆարյանի ինչ գիտելիքների հիման վրա տարան դրին ԲԴԽ դադավոր։ Սեդա չկա դες մի բան ցույց տամ։ Չէ։ Սեդա եւ Ստյոպիկ Սաֆարյաններ։ Ոնց որ իմ համար ասեն Ինգա եւ Անուշ Արշակյաններ։ Ջևիկ են։ Պրոստը մեկը մազերան sense հետասաներում, այս ասում ես Վիլյամ Վոլոս եմ ասում։ Այնան դերասաներն ու չէ։ Մայքլ Դուգլասի, Մայքլ Շերոնստոնի основной ինստինկտն եմ նայե։ Այդ օրվանից ես հետ եմ սաներում իմ մազեր։ Այն մեկն էլ sense էլի sense Կիսա գյուղացու պես սաներված կա կդրեմ ու սես նստում է Սեդան։ Նիկոլ Փաշինյանը որ գորմա մենք ենք դերը մեր երկրի, ասում է, ես կուզեմ ելնեմ նախագահ, ես կուզեմ ելնեմ նախագահ։ Պրոստը ստե մետ պրուժինով բանկա կապած, քաշմես է ձեռը հելմա վերը։ Ստյոպիկնա գրառումներ անում։ Այդ ողջ ուղեղից հիմա ցույց տամ ուղեղից թոփալ համակարգը։ Ինչ կես ավտի մեջ, ես խոյտ անորմալ չեմ այդ դեմքը ցույց տամ ես։ Այդ ամբողջ իշխանամետ իշխանությանը գուրգուրող, հա, գդիկ տվող բլոգերա։ Բլորիկները կուլտուրական, մի քիչ կուլտուրական ասենք այսօր։ Չեմ ուզում 25+ լինի, բայց սկզբից ասի հեսա կասեն մուտի տարիր, խոս տվիր քրֆելու, մենք էտա նստել ենք, հանված պիվեն մեր ձեռ, ջոգես։ Լոմկիր մեզ ախպեր։ Բայց ոչինչ, թող կուլտուրական էլի ես եթերը, մարդիկ բարքի կիսվեն։ Հա, իմիջիալոց YouTube-ում այտենց դիվիժնի կա, չեք կիսվում այդ եթերները։ Պատպիսчикներս հա աճում է, ես պատպիսчикի գերխնդիր չունեմ։ Երբեք ոչ մեկին չեմ խնդրել, եկեք պատպիսացել եք, եկեք նստենք մի տոր հաց ուտենք, այդպես բան չեմ ասել։ Բայց ինչքան շատ մարդա պատպիս կալեմ, այնքան շատ այդ վիդեոները տարածվում է YouTube-ում։ Օրինակ, չլավեք հանդոն 1000 լայք հավք է։ Ջոգես։ Մեր Նիկոլ Փաշյան հզորը։ Այդ մասսան ասում եմ մինչև վերջ չեմ ասում։ Չի կարողանում ինքը հասկանա, որ այն ինչ կատարվում է 18 թվից էսկոմ, դա կլինի զինվորական կացարանի վառվել, երեխեքի մահանալ, վառվելով։ Որ Նիկոլ Փաշինյանը հելավաց հաջորդ օր էլի ոչ նախաքննություն, ոչ հետաքննություն, ըստ ինքը կրիմինալիստ էր գարասկոպով։ Ջոգես։ Խա, կրիմինալիստիկ դες որնա։ Այն որ sense մատն կողմա իրա փիթեն, խանի sense պլինչքսա, ես հիմա կարամ որոշեմ։ Նիկոլ Փաշյան դեմքով էլի։ Այս պլինջն քանի օրվա պատմություն ունի։
Ու սկսում է երգել մատը կողելով բերանը։ Իմ հասակը տարիների փորձ ունի։ Մեր Փաշյանի կյանքն էլ դասավորվող։ Հելա ասած բենզին վերցել են շպրտել են, տունը վարվել է։ Այդ ամեն ինչը ինչ տեղի ունեցավ, բոլորի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Ասեմ ավելին, եթե 18 թվից այս կողմ ինչ տեղի է ունեցել, մեծարգո բոզազավակներ, դա գրական բառ է, մեծարգո բոզազավակներ, որ փորձում եք հանրությանը սենց կուտը տալ հանրությունն էլ ուտմա։ Չեն, Ռամաշկով, Երիցուկով, էջերով ֆեյք օգտատերերը չէ, իրական մարդիկ այդ կուտը ուտում են։ Փորձում եք հանրությանը մատուցել ինֆորմացիա, որ պատերազմի մեջ նախկիններն են մեղավոր, այս ինչի մեջ նախկիններն են մեղավոր, տունը վարվելու մեջ նախկիններն են, ուրեմն այնքան սրբապիղծ տեսակ եք դուք, եկե ասում եք Լևոն Շիրիմյան, մտեք կարդացեք, ասում է Գագիկ Շամշյանը Սերժի շունն է, ինչի Գագիկ Շամշյանը առաջինը հայտնվավ է, ճոգեք, տարբերությունը, անկախ ձեր քաղաքական պատկանելությունից, անկախ ձեր այդ պարագայում եւս հարգելի հայեր, մեղավորը նույն կոնտեքստով ձեր Նիկոլ Փաշինյանը, դուք պաշտպանում եք, գիտեք խի, որտեվ ինքը այնքան տկար է, տկար, չի կարում, էլի, սաստի, այդ ամեն ինչը, կամ երկրորդ տարբերակ, ինքը այնքան ողորմելի կարգավիճակ ունի, որ չի կարողանում պատժի այդ ամեն ինչը կազմակերպողներին, իբր թե, բայց մեր Նիկոլ Փաշյանի ջեբը գցողներին, որ մեկը կար չէ, որ ասում էր, հա ինչ, հետո ինչ, տոշնի բանը մասը մխպեր են Սյուզի Բադոյանին, զենքը դրին Նիկոլի գլխին տարան ստիպին, որ ստորագրի, Քոչարյանն էր դրա զենքը, բա, այն տատին աբարանում, եղան կողեմ փորոտ կլնես դալինա բոյնի գերեզման, հասկացաքի մի տարբերությունը, 18-ից մինչև այսօր, մեղավորը Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչի մար, չէ, դպրոցում եթե ինչ-որ դեպք է տեղի ունենում, մի հատ երեխա վնասվում է, այդ երեխու ծնողը գալիս է, մտնում է դպրոցի տնօրենի մոտ կամ ուսուցչուհու մոտ, ուսուցչի մոտ, ասում է լսի, ես ու հերդ շինենք մերդ։ Իմ երեխու գլխին ես ինչ փորձանքն եկել է, դու ուր էիր, խի տեղում չէիր։ Դպրոցի տնօրենը կամ ուսուցչուհին չեն ասում, չէ, նախկին ուսուցչուհին է մեղավոր, որ քո երեխան գնացել է, ես չեմ նայել, գնացել մտել փորձանքի մեջ, ընկել է փորձանքի մեջ։ Ծնողը կարող ասի լսի, ներկա պահին դու ես ուսուցչուհին կամ տնօրենը, դու ես պատասխանատու իմ երեխու համար։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու 5-ից 7000 երեխու զոհվելու փաստի համար, 15 երեխու վառվելու համար, Արմեն Գրիգորյանի մահվան համար, Վալոդյա Գրիգորյանի, եթե չեմ սխալվում ազգանունը, այս սպանության համար, ու լիքը բաների համար։ Մեղավորը, այո, ներկա իշխանահամակարգը, որը կամ հանդիսանում է տվյալ սպանության պատվիրատուն, կամ աչքափագում պատվիրատուների վրա։ Բայց երկու պարագայում էլ հանցագործությունը մնում է անպատիժ։ Այդ է տարբերությունը։ Վերջ։ Շատ շուտ մեր լավ ընկերոջ հետ նստած խոսում ենք, ասում ախպեր, լավ, ասենք Նիկոլես Սատարյան պաշտպանում ես, հա, խոսքի սենց, ոչ թե սատարում ես, այլ ասում վիբր չեմ տենամ, վիբր չկա, վիբր ցույց տվեք, վիբր, ընտրություն, ու հետարքիդ գործում է, գիտես ում հետ խոսացել եմ, ասում են Նիկոլի լավը ծռեմ, վիբր չունենք մենք պրոստը, ասում ախպեր թույլա չի կարամ դատարանները վեթինգի եթարքի, Համի հարցալի, մեզ թույլ ղեկավար պետք է, չէ, որ ասում է մեզի ջինս պետք է, չէ, մեզի ջինս պետք չի, չէ, կշայթ համք, անես որ Լևոն Շիրիմյան, լութոկրատիկ, միջգալակտիկական շրեք, որ ասում է, էթմեն պրինցեսին պրգելու, ով է գալի, են էշը որ թրնում է, չես, ես, էթի շրեկն է, շրեկն ու լութոկրատիկը, Այդ մուլտիկի ծենով ենքան այն խոսացես սևեր էշի ձենով, մեր անգեր հովոն խոսում եք բլմեր, իմ ձենով չէի կարամ խոսային, որ ասում է, ես ժոգել եմ, դու աղջիկ դև ես, ատոներ այդ կոլգեյթով ես լվեմ, աղջի ասում է, պոչես թող ես խուժան բաներ մի արա,
Լավ մուլտիկա գիտես։ Տոշնի Լևոն Շիրիմյանի մեկ էլ Արման Բաբաջանյանի մասին է։ Պրոստը չեմ կարամ ջոգեմ։ Դրանցից որն է Արուն։ Դիլիջանի քաղաքապետներ չէ գրել իր պասպորտի մեջ Սեռը Արու։ Քո պասպորտի մեջ ինչ է գրած վաղո։ Հա? Գրած չի։ Լավ։ Վաղ անից է դա Իսկանդերն ակալա մի մետ աշխատելու դու Bez սեռ ես, չկաս, դու հələ չես որոշեն սեռը, ցույց տուր տնան, մերոպե ժողովուրդ, հարգելի ընկերներ Facebook-յան կամ YouTube-յան, չէ, գրած է, վաղոյի պասպորտի մեջ նորմալ գրած է, տղամարդա գրած, բայց դե Դիլիջանի քաղաքապետներ գրել էր Արու, հմի ինչ, արդեն այդ ձև է, որոշը, որ ճիշտ է տենց է, հիմի խաս կցակ ինչ է կադարվի, թե չէ, որ բոլոր պարագաներում մեղավորը ներկա իշխանությունը, իսկ փորձել մանիպուլացնել այդ հարցը սրբապիղծ անբարոյականի վաստակներ եւ ասել նախկիններն են Վալոզա Գրիգորյանի մահը կազմակերպել սպանությունը։ Էդի դուք ցույց եք տալի ձեր պղծության ամենագերադրական աստիճանը։ Հասկացաք։ Նիկոլ Փաշինյան խոսելով լեգիտիմությունից վերադառնանք 18 թիվ, արդեն ասել եմ դրա մասին չեմ ուզում կրկնվեմ, դու լեգիտիմ չես, քո եկած առաջի օրվանից, քո հետ Գյումրուց դեպի Երևան եկող Չալոշունը ավելի լեգիտիմ է, քան դու, որտեղ Չալոն պաշտոն չստացավ, Չալոն հավատարիմ լինելով մի խումբ ցալքի աղվամազների քալիերթին, որը պիտի քայլեին իրանք, մեր հոգին քարից էլ ամուր է, մեր հոգին կոտրվել չգիտի, այդ երկն անգիր արինք, ծեր էդ հավասար քայլում էր, բայց որ Չալոն ունենար մարդուն հարիր բանականություն, քո քնածվաղտ կգար մի քան երակացած թեթը կճանգրեր, մատիկով, ատամով էլի, կասե Նիկոլ Փաշին, արի արունդ խմեմ, որ քո նման անբարոյականի վաստակը 7-ից 8,000 երեխու արուն չխմի։ Երևի այսքանը։ Քաղաքական պատվերներ կատարելուց առաջ հարգելի դատավորներ։ Հարգելի խոսույթը վերաբերվում է ոչ բոլորին։ Էլ եմ ասում, քո ազգանունը ինչ շատ հարազատ մարդու ազգանվան հետ է կապված։ Դրա համար քեզ կոպիտ բառ չեմ ասում։ Թե չէ հիմի հանվել էի, լարել էի ուրիշ մարդու հետևից, եթե ուրիշ մարդ էր։ Ես ռեսկի եմ կարամ հանվեմ, շատ ռեսկի։ Շորես ճղելով հանվում եմ, այդ այնց։ Դուք ուղղակի մտածեք, վաղը դուք ոնց եք նայելու հանրության երեսին, ձեր տնեցքի երեսին, որ Միքայել Սրբազան Աջապահյանը մարդ չէր սպանել, 5-ից 7,000 երեխու գլուխ չէր կերել, 10-ից 12,000 երեխու չէր սարքի հաշմանդամ, հետո հել է գոռացել դեռ 91 թվին Ալմաթայի հռչակագրով Արցախ Ադրբեջանի մաս էր, հուսով եմ իրար հասկացանք, իսկ մնացածը ըստ հերթականության, Խեսախասին գործի տեղ, արդեն տունը թալու վախն է, գիտես, հա, ժամը մեկն է, խասին գործի տեղ 12:59 է, 270 կիլոմետր էլ բենզին ունենք, Դա փոխվենք, դա սուրճ, ես իմ դա կնոջ բուրմունքով, հա, խափենք ժողովրդին, չէ, կնոջ բուրմունքով, Նեսկաֆե, Ռաստվարի մի սուրճ, խմի մեռի, ու սկսենք Facebook-ն թերթել կոֆե խմելու ընթացքում, տենան էլ ինչ հզոր որոշումներ ա կայացել է, ով մեր անկոտրելի Նիկոլ Փաշյան, Նիկոլ Փաշյան, կարող անձի աշխատավարձս մի քիչ բարձրացնես, որպես օդնակլասնիկի ադմին սկսեմ քո գովքն անել, դուք պատկերացուս 5 հատ քորու թոփալ աղջիկ տաս 7 րոպեվա մեջ մարդու պիտամ։ Քեզ ընենց գովա մոքրեմ, մաքրազարդեմ, մտածում ես հնարավոր է։ Հա? Նիկոլին մաքրել հնարավոր է։ Ոնց որ աղքոյի մեջ ընկած, ցեխի մեջ ընկած շանտուլա։ Սենց։ Դա պիտի կերխերով չես նրան լվաս։ Կերխեր, վերջի մասը դուրս եկավ։ Կերխերով պիտի լվաս Նիկոլ Փաշյանին։ Հնարավոր է այսքանը։ Կապի մեջ, Ադնագլասնիկով, լավ ելնենք, կացինք, մետել հել է պասպորտը ցույց տուր, ինչ ա գրած, հա լավ տեսա։